Ինչ նկատի ունի Ալիևը Սյունիքով անցնող Թրամփի ուղին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ներկայացնելիս։ Եվրոպական խորհրդանի պատգամավորը Բաքվում պահվող հայերի հարցով հրատապ-հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով։ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Բաքվում ընթացող հայերի դատավարությանը, հնարավորության դեպքում մասնակցում հայդատի նամակը պետդեպին։ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները բարդ շրջան են ապրում, Ռուսաստանը վերանայում է բոլոր այն մեգանախագծերը, որտեղ ընդգրկված է գետ 1 ադրբեջանցի։ Եկամուտների պարտադիր հայտարարագրում, ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի, որն է որոշ երեխաների 2025-2026 թվականների ուստարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն չունենալու պատճառը։ Ռուսական ուժերը Սումիում հարվածել են ուղևորատար գնացքի, կան վիրավորներ։ Պայթյուն Թուրքիայում քիմիական գործարաններից մեկում կան զոհեր ու վիրավորներ։ Եվ էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճում հայտնաբերել են ապօրինի որս։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Ադրբեջանի նախագահը Փաշինյանի ելույթից օրեր առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առիթը չկորցրեց եւ կրկին Հայաստանին պատկանող ինքնիշխան տարածքն անվանեց Զանգեզուրի միջանցք։ Ալիևը մասնավորապես ասել էր, թե Թրամփի ուղին թրիփը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով։ Փաշինյանը բարձր ամբիոնից Ալիևին հիշեցրեց, որ Զանգեզուրի միջանցք արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Ըստ վարչապետի այս խոսույթները խաղաղության հանդեպ մարդկանց հավատը չեն մեծացնում, խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։ Ինչ նկատի ունի Ալիևը, երբ Սյունիքի ամերիկյան ճանապարհը ավելի կոնկրետ թրիփը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին անվանում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Քաղաքական աշխարհի գլխավոր ամբիոնից ճիշտ մեկ շաբաթ առաջ հարցրեց Հայաստանի վարչապետը։ Ադրբեջանցի գործընկեր, իմաստ կա, որ պարզաբանեք, ձևակերպեց Փաշինյանը։ Հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի հոգատարության համատեքստում շատ կարևոր է խաղաղամետ, լեգիտիմ եւ համաձայնեցված խոսույթի կիրառումը նաև այս նախագծի մասին։ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Թեման Փաշինյանը շարունակեց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Այստեղ եվրոպացի պահպանողական պատգամավորը նրան հարց ուղղելիս օգտագործեց միջանցք տերմինը։ Ընկալումների տարբերություններից էր հետաքրքրվում։ Վարչապետը հարցին նախ հարցով պատասխանեց։ Օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Արդեն Երևանում Նիկոլ Փաշինյանը հայրենի պատգամավորների հետ հարցուպատասխանում բացահայտեց, թե ինչ է հասկանում ինքը, երբ Ալիևը թրիփը խմբագրում է որպես միջանցք։ 15 տարից բաղկացած հորադիս Զանգելանը երկար է, 16 տարանոց Զանգեզուրի միջանցք են ասում։ Իմ ընկալումը է նա, երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն հորադիս Զանգելան ճանապարհը։ Չի լսել Ալիևը Հայաստանի վարչապետի վերջին առնվազն 3 այս հայտարարությունները, դե մինչև հիմա պաշտոնական արձագանքներ դրանց հետևից չի ուղարկել։ Բեռնի ռուսերին է առել ադրբեջանական մեջլիսի պաշտոնաթերթը, ահա թե ինչ են հասկանում ադրբեջանցի խորհրդարանականները, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպման տակ։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի եւ Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ Հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի երթուղին, մի խոսքով Զանգեզուրյան միջանցքը արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն։ Իրականում Բաքվի բարբարոսական վարչախումբը որևէ նպատակ չունի
հաղորդողիների ապաշրջափակման, նրա հիմնական նպատակը տվյալ ճակերտավոր իրենց եզրաբանության միջանցքը ձեռքբերելն է, որը դիտարկվում է որպես համաթուրանական ծրագրի կարևոր մաս եւ դա նույնպես չի թաքցվում։ Հստակորեն արձանագրում է, որ տվյալ ճակերտավոր միջանցքը միտված է թուրանական պետությունները, թուրքալեզու պետությունները կրկին միավորելուն, թե երբ են նրանք միավորված եղել, դա այլ հարց է, նման բան չի եղել, բայց շեշտվում է հենց կրկին բառը, ուստի այստեղ որևէ կասկած չկա, որ մենք գործ ունենք ծավալապաշտական համաթուրանական ծրագրի հետ, որի համատեքստում Հայաստանը եւ Սյունիքի մարզը դիտարկվում է ծավալապաշտական նկարտումների հիմնական օբյեկտ։ Բաքվում ի դեպ առաջիկա օրերին թուրքալեզու պետությունների առաջնորդներն են հավաքվելու, իրենց գագաթաժողովն է, եւ պրոֆեսոր Ոսկանյանը վստահ է, ադրբեջանական քարոզչամեքենան տենդենսը առավել նկատելի կդարձնի։ Կարծում եմ, որ այդ ճակերտավոր գագաթնաժողովի համատեքստում նույնպես խնդիրը քննարկվելու է տարբեր պետությունների ղեկավարների հետ, հատկապես խոսքը վերաբերում է Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, որովհետեւ այս հարցում կարծեք թե կողմերը բարակարծություն չունեն։ Նույն այս ընթացքում նկատենք Ադրբեջանի պետական աջակցության գործակալությունը հրապարակել է այսպես կոչված Զանգեզուր երգի տեսահոլովակը։ Գլխավոր դերում էքսկավատորավար Իլհամ Հեյդարովիչն է։ Նրանից բացի այստեղ են նաև 6 բայաթիստները։ Կադրում երևում են բիբլիական Արարատի, Նորավանքի ու Զորաց քարերի տեսարանները։ Ցնծացեք Թուրանի ցեղեր միավորող բազուկն է գալիս։ Ադրբեջանցիների ոտքերը գետնից կտրվել է, 7-րդ երկինք են հասել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվրոպական խորհրդանի падգամավոր Ֆերնան Կարթհայզերը գրավոր հրատապ հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին, հետաքրքրվելով հնարավոր է արդյոք Եվրամիության ներկայացուցիչներ ուղարկել Բաքու հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը, միջազգային միակ կառույցը, որը պարբերաբար մուտք ուներ բանտերում պահվող հայ գերիների մոտ։ Կարթհայզերը հիշեցրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը այն մասին, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված եւ նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնությունն է։ ԱՄՆ Հայդատի հանձնախումբը ողջունել է Դոնալդ Թրամփի վարչակազմի Արցախի փախստականների վերադարձը, հայ գերիների ազատ արձակումը ու հայկական սրբավայրերի պաշտպանությունը ապահովելու հանձնառությունը։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետևում է Բաքվում հայ գերիների դատավարություններին եւ կոչ է անում պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը։ Այս պահին Բաքվի բանտերում պահվում է 23 հայ գերի։ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Ռուսաստանը վերանայում է բոլոր այն մեգանախագծերը, որտեղ ընդգրկված է գեթ 1 ադրբեջանցի։ Մոսկվան չի բացառում, որ արևմտյան երկրներից Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցների ճնշման ֆոնին Ադրբեջանը աստիճանաբար հեռանա Ռեշտ Աստարա երկաթգծի շինարարության նախագծից։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանը վերանայում է այն մեգա նախագծերը, որտեղ ընդգրկված է նաեւ Ադրբեջանը։ Դեռ 2023-ին Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը որոշել էին համատեղ կառուցել Ռեշտ Աստարա երկաթուղային գիծը։ Ավելին, Ռուսաստանը պատրաստակամություն էր հայտնել դրա կառուցման ֆինանսավորման առյուծի բաժինն ապահովել։ Իրանն իր տարածքում Ռուսաստանին է հանձնել Ռեշտ Աստարա կառուցվելիք երկաթուղային գծի 34 կիլոմետրանոց հատվածը շինարարության համար։ Երկաթուղու համար հողերի ձեռքբերման գործընթացը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև հաջորդ տարվա մարտը։ Շինարարության ավարտից հետո կանխատեսվում է, որ երթուղին կապահովի տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռի թողունակություն։ 162 կիլոմետրանոց Ռեշտ Աստարա հատվածը պետք է կապի Իրանն ու Ադրբեջանը եւ դառնա հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը, Ռուսաստանին լրացուցիչ մուտք բացելով դեպի իրանական նավահանգիստներ, իսկ այնտեղից դեպի Մերձավոր Արևելքի եւ Աֆրիկայի երկրներ։ Ադրբեջանական լրատվամիջոցները սակայն հայտնում են, թե շինարարական աշխատանքները ռուսական երկաթուղիները չի իրականացնի։ Այդ աշխատանքները նախատեսում են կատարել իրանցի կապալառուները։ Վերլուծաբանները հայտնում են, որ Ռուսաստանը նախատեսում է վերանայել այդ նախագծում իր դերը։ Կրեմլը հնարավոր է համարել նվազեցնել դրա առաջնահերթությունն իր օրակարգում։ Մոսկվան չի բացառում, որ արևմտյան երկրներից Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցների ճնշման ֆոնին Ադրբեջանը աստիճանաբար հեռանա այդ նախագծից։ Բացի այդ, ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցման համատեքստում միջանցքի նկատմամբ Բաքվի հետաքրքրությունը կարող է թուլանալ։ Լավ չեն հարաբերությունները նաև Իրանի եւ Ադրբեջանի միջև, որքան էլ որ դա փորձում է թաքցնել ադրբեջանական կողմը։ Ակներել է դառնում, որ
Խնդիրներ կան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որքան էլ որ փորձում են դա թաքցնել, բայց միևնույն է այդ խնդիրները կան, գոյություն ունեն եւ Ադրբեջանը ինքը նաեւ վտանգներ է տեսնում Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ այստեղ ինքը փորձում է քողարկիչ մեթոդներով նաեւ իր անվտանգության բարձիկները բարձրացնել։ Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարվածության ֆոնին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Ադրբեջան։ Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում մասնակցելու է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը։ Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին, երբ ամռանը Եկատերինբուրգում ձերբակալվեց ադրբեջանցի 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է 2 մարդ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների եւ սպանության փաստով։ Եկատերինբուրգի դեպքերից հետո Օվերչուկի հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան չեղարկվել էր։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել ադրբեջանական ավիաուղիների ուղևորատար օդանավը, զոհվեց 38 մարդ։ Աղետի պատճառն ըստ ադրբեջանական կողմի ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Եկամուտների պարտադիր հայտարարագրում, ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի, որն է որոշ երեխաների 2025-2026 թվականների ուստարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն չունենալու պատճառը։ Ռուսական ուժերը Սումիում հարվածել են ուղևորատար գնացքի, կան վիրավորներ։ Պայթյուն Թուրքիայում քիմիական գործարաններից մեկում կան զոհեր ու վիրավորներ։ Շարունակում ենք թողարկումը։ Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ֆոնին շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարներ ամբողջությամբ փակել են Մելիքիշվիլի եւ Ռուսթավելի պողոտաների երթևեկությունը։ Ավելի վաղ իշխող կուսակցությունը որոշել էր մինչև 2028 թվականի վերջ օրակարգում չներառել Եվրամիության անդամակցության բանակցությունների հարցը, ինչպես նաեւ հրաժարվել էր Եվրամիության բյուջետային դրամաշնորհներից։ Վրաստանի իշխող կուսակցության տեխնացուները հաղթել են երկրի բոլոր թիմ ընտրություններում, հայտարարել է վարչապետ Կոբախիձեն։ Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Սումի մարզի կայարանի ուղևորատար գնացքին, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, թիրախավորվել է Շուշկայից մայրաքաղաք Կիև ուղևորվող գնացքը։ 30 հոգի վիրավորվել է, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Թուրքիայում քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, միջադեպի հետևանքով ըստ նախնական տվյալների 2 մարդ մահացել է, բազմաթիվ մարդիկ տուժել, դեպքի պատճառները հետաքննվում են։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը տեսանյութ է հրապարակել, որում Տեսլա ընկերության Օպտիմուս մարդանման ռոբոտը մարզվում է կունք ֆու մարտարվեստի ոճով։ Մայիսի վերջին Մասկը տեսանյութ էր հրապարակել, որում Օպտիմուսը կենցաղային առաջադրանքներ էր կատարում, աղբեր թափում, ավլում, փոշեկուլով մաքրում, կերակուր պատրաստում։ Այն ժամանակ ձեռնարկատերը ասել էր, որ Օպտիմուսը երբևէ գոյություն ունեցած ամենահոյակապ արտադրանքն է։ Եվ վերադառնանք մեր խնդիրներին, փաստաբան է կալանավորվել, հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են փաստաբանի կալանավորման լուրը, հայտնելով, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցիչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Նախաքննության շահերից ելնելով կառույցից այլ մանրամասներ չեն հայտնում։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Ֆորդ Տրանզիտը եւ Բեռնատարը։ 1 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Ֆորդի վարորդն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով։
Մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ հայտարարագրեր պետք է ներկայացնեն Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները։ Իսկ ինչ կլինի, եթե եկամուտները չհայտարարագրվեն։ Եկամուտները ժամանակին չհայտարարագրելը առաջին անգամ առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելը արդեն ենթադրում է տուգանք 5,000-ից 50,000 դրամի չափով կախված սուբյեկտից։ Իդեպ տուգանքի նշանակումից հետո 30-օրյա ժամկետում այն չներկայացնելու դեպքում տուգանքը կարող է կրկնապատկվել։ Մեկ ամիս է մնացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրենց եկամուտների մասին պետությանը ներկայացվելիք տարեկան հաշվետվությանը։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալները սակայն հուշում են, որ գործընթացը նկատելիորեն դանդաղում է, որ այն քաղաքացիների գերակշիռ մասի կողմից միանշանակ չի ընդունվել։ Դեռ 115,428 անձ է հայտարարագիր լրացրել, որն այս տարվա հարկատուների 16,5%-ն է։ Սա նշանակում է, որ շուրջ կես միլիոն մարդ դեռ սպասում է կամ պարզապես չի հասցնում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը։ Տնտեսագետները ահազանգում են անգամ վերջնաժամկետի տեղափոխումը մայիսից նոյեմբեր խնդիրը չի լուծել։ Նույնականացման ID քարտի ու էլեկտրոնային ստորագրության բացակայությունը շատերի համար խոչընդոտ է։ Դրանք ձեռք բերելը տևական, հաճախ մի քանի ամսվա գործընթաց է, ասում են մասնագետները։ ID քարտ ստանալու համար մինչև տարեվերջ գրեթե անհնար է հերթագրում անցնել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ազգային ժողովում անդրադառնալով խնդրին նշել էր, որ թերացողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, սակայն թերի կամ սխալ տվյալներով ներկայացված հայտարարագրերը կարող են շտկվել։ Քաղաքացին հնարավորություն կունենա կրկին լրացնելու այն, այլ կերպ Պետեկամուտների կոմիտեն տալիս է երկրորդ հնարավորություն։ Երրորդի դեպքում նախազգուշացում, իսկ չորրորդի դեպքում կկիրառի տուգանք 5,000 դրամի չափով։ Բարձր եկամուտ ունեցողների համար տուգանքի չափը կհասնի մինչև 50,000 դրամի։ Առաջին պատասխանատվության միջոցը ընդհանրապես նախազգուշացումն է։ Մոտավորապես 700,000-ից ավելի մարդու պետք է պետական եկամուտների կոմիտեն ծանոթագիր ուղարկի, ծանոթագրում նախազգուշացում հայտարարելով։ Դա գիտեք լավագույն տարբերակը, որ ամբողջ պետեկամուտների կոմիտեն, ֆինանսների նախարարություն իրենց գործընկերները սկսեն օգնել աշխատակազմին, 2 ամիսը նույնիսկ բավարար չի, որպեսզի ամբողջ չներկայացած հայտարարագիր չներկայացած քաղաքացիներին ծանոթումներ ուղարկել։ Մենք նախնական լավատեսական սցենարով պետական մարմինների աշխատանքի ելնելով մինչև դեկտեմբերի վերջ ենք դրա ժամկետը նախանշում։ Այսպիսով հստակ է պետական մարմինները խիստ են տրամադրված, բաց թողումները չեն անտեսվելու։ Հայտարարագրման ժամկետը մոտենում է ավարտին, իսկ շտկման հետ կապված խնդիրները դեռ շատ են։ Էլեկտրոնային միջոցների հասանելիության պակասը, տեխնիկական դժվարությունները եւ թերի իրազեկվածությունը կարող են միանշանակ բացասական ազդեցություն ունենալ հարկային կարգապահության վրա։ Մնում է հարցը՝ կհասցնեն կես միլիոնից ավելի քաղաքացիներ մինչև վերջնաժամկետ կատարել օրենքով սահմանված պարտականությունը, թե պետությունը ստիպված կլինի անցնել վարչական տուգանքների կիրառման փուլին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Որոշ երեխաներ չեն ունեցել 2025-2026 թվականների ուստարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն։ Ներկայացված դիմում բողոքներով բարձրացվում են նաև միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր, որոնք ի թիվս այլնի վերաբերում են նշված երեխաների հետ աշխատելու հմտություններին եւ կարողություններին, կիրառվող մեթոդաբանությանը, երեխաների նկատմամբ դրսևորվող բուլինգի դեպքերին։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ստացվել այն մասին, որ որոշ երեխաներ 2025-26 ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան ընդունվելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ վերջիններից 7 տարեկանը լրացել է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը հիմնավորման կարիք ունի, երեխայի լավագույն շահին համապատասխան մոտեցում որդեգրելու նպատակով։ Ըստ ոլորտի փորձագետի, կրթական գերատեսչությունը անտրամաբանական իրավական նորմեր է կիրառում առաջին դասարանցիների ընդունելության կարգում։ Ուրացույցային տարու է հաշվում աշակերտի դպրոց հաճախելը, օրինակ այս ուսումնական տարի հաճախում են սովորողները, որոնց 6 տարին կլրանա մինչև սեպտեմբերի 31-ը, իսկ այն սովորողները, որոնց 7 տարին կլրանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, պետք է հաճախեն արդեն երկրորդ դասարան։ Երեխաներին 6 տարեկանից դպրոց տարած ծնողները, որոնք այդպես էլ չեն կարողանում հաշտվել այդ փաստի հետ, հաճախ են նշում, թե երեխան դեռ խաղալ է ուզում, հոգեբանորեն պատրաստ չէ դպրոցին։ Ոլորտի փորձագետները նույնպես շեշտում են. երեխային միանգամից երկրորդ դասարան տեղափոխելը խախտում է ոչ միայն նրա կրթության իրավունքը, այլև վտանգում հոգեբանական ու սոցիալական ադապտացիան։ Ընդհանրապես ինչ են իրանք դպրոցում անում, 6 տարեկանները պիտի մանկապարտեզում լինեն։ Մանկության ամենավառ, ամենագեղեցիկ հատվածի դեմ է
կարգված մենք գոհանում ենք երեխաներից մանկության մի մասը։ Եթե պիտի լինի դպրոցը 6 տարեկանների համար, ապա դա պիտի լինի մեղմ եւ սավուն անցում մանկապարտեզից դեպի դպրոց։ Այս գործընթացում ամենաբարդ դերը ուսուցիչներին է բաժին հասել, ասում են մասնագետները։ Մանկավարժները պիտի աշխատեն ու լրացնեն առաջին դասարան չհաճախած աշակերտի գիտելիքի բացը։ Երեխան տառերը չի ճանաչում, չի կարողանում գրել, իսկ իր հասակակիցները արդեն նախորդ տարում տառերը սովորել են։ Եթե երեխան տառերը չգիտի, պետք է դասվարը լրացուցիչ աշխատանք իրականացնի, որպեսզի անհատական մոտեցման միջոցով տվյալ աշակերտը հասցնի իր մյուս հասակակիցներին։ Իսկ այդ հավելյալ աշխատանքի համար ցավոք սրտի ուսուցիչները նաև չեն էլ վարձատրվում։ Երեխայի կրթության իրավունքի ապահովումը պետք է առաջնորդվի երեխայի անհատական զարգացման եւ լավագույն շահի սկզբունքով։ Փորձագետներն ու մանկավարժները միաձայն ընդգծում են դպրոց հաճախելու կարգը պետք է լինի ճկուն, հարմարեցված երեխայի իրական կարիքներին։ Մինչ այդ համակարգի խառնաշփոթը շարունակում է հավելյալ խնդիրներ ստեղծել թե ծնողների, թե ուսուցիչների համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։